Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի զարգացումները շարունակում են ապշեցնել մեզ իրենց կտրուկ շրջադարձերով։ Այսօրվա սերիան իսկական հակադրությունների եւ խորը էմոցիաների խառնուրդ է, որտեղ մենք տեսնում ենք եւ ամենամաքուր սերը եւ ամենաանհեթեթ կործանումը։ Սկսենք այն դրվագից, որը մի պահ լույս ու ջերմություն բերեց այս լարված մթնոլորտում, բայց միաժամանակ դարձավ նոր փոթորկի պատճառ։ Գիշեր է, փոքրիկ Արևիկը իջնում է հյուրասենյակ եւ ականատես է լինում մի տեսարանի, որի մասին այդքան երազում էր։ Նորոն ու Մագդան կողք կողքի են, իսկ Մագդան քնել է, գլուխը հենելով Նորոյի ուսին։ Արևիկի մանկական, մաքուր հոգին ցնծում է այս հաշտության պատկերից։ Նա այնքան է ոգևորվում, որ անմիջապես լուսանկարում է այդ պահը։ Բայց ինչպես հաճախ է պատահում երեխաների դեպքում, նա չի գիտակցում հետևանքները եւ միանգամից ուղարկում է այդ նկարը Էլիզին։ Իսկ հիմա պատկերացրեք Էլիզի վիճակը։ Նա ստանում է նկարը եւ պարզապես շոկի մեջ է ընկնում։ Չէ՞ որ նա ամեն ինչ անում էր, որպեսզի Նորոն եւ Մագդան հեռու մնան իրարից։ Բայց իրավիճակը ավելի է բարդանում, քանի որ այդ պահին Էլիզի կողքին է Հասմիկը։ Այո, այն նույն Հասմիկը, ով արդեն հասցրել է տնավորվել, իրեն զգում է որպես այդ տան ապագա հարց եւ լիովին համոզված է, որ ամուսնանալու է Նորոյի հետ։ Հասմիկը նկատում է Էլիզի դեմքի այլայլվածությունը, զգում է, որ ինչ-որ լուրջ բան է պատահել, բայց Էլիզը նախընտրում է լռել։ Նա թաքցնում է ճշմարտությունը, որպեսզի չփշրի Հասմիկի պատրանքները եւ չնեղացնի նրան։ Էլիզը շարունակում է խաղալ այս կեղծ խաղը, պաշտպանելով մի աղջկա հորինված երազանքները, մինչդեռ իր հարազատ եղբայրը գտնում է իրական հանգստություն մեկ ուրիշի կողքին։ Մինչդեռ Նորոյի հոգում իսկական հեղափոխություն է տեղի ունենում, նա բարձրանում է Արևիկի սենյակ եւ փոքրիկը չի կարողանում զսպել իր էմոցիաները։ Նա գրկում է Նորոյին, ասում, որ անչափ ուրախ է նրա եւ Մագդայի հաշտության համար եւ խոստովանում է, թե որքան շատ է սիրում նրան։ Այս պահին մենք տեսնում ենք բոլորովին այլ Նորոյի։ Իսկ ու կոպիտ երիտասարդը հալվում է այս մանկական անկեղծությունից։ Նա ամուր գրկում է Արևիկին եւ հենց այդ վայրկյանին գիտակցում է մի շատ կարեւոր բան։ Նա անսահման սիրում է այս փոքրիկին, իր քրոջը, ում ընդամենը ամիսներ առաջ չէր ուզում անգամ տեսնել կամ ընդունել։ Սա եղբայրական սիրո եւ հոգեվոր աճի հիասքանչ դրսևորում է, որը հույս է տալիս, որ Նորոյի սիրտը վերջնականապես մաքրվում է ատելությունից։ Բայց դրաման այսքանով չի ավարտվում։ Հիվանդանոցից դուրս գրված Արշակը վերջապես հանդիպում է Նորոյին։ Նրանց միջև այլևս չկա նախկին թշնամանքը։ Հիմա նրանց միավորում է ընդհանուր ողբերգությունը եւ անորոշությունը։ Նրանք քննարկում են Լանայի անհետացումը։ Արշակը խճճված է, իսկ Նորոն, լինելով միշտ ռեալիստ, բարձրաձայնում է ամենասարսափելի սցենարը։ Նա ուղիղ նայում է Արշակին ու ասում, որ մեծ է հավանականությունը, որ Կարենը պարզապես սպանել է Լանային։ Այս բառերը ծանր կապարի պես ընկնում են Արշակի ուսերին։ Կինը, ով պարզվեց իր եղբոր դստեր մայրն է, կարող է այլևս ողջ չլինել։ Այս միտքը ստիպում է երկուսին էլ հասկանալ, որ ժամանակն աշխատում է իրենց դեմ եւ Կարենը ունակ է ամենադաժան քայլերի։ Եվ վերջապես անդրադառնանք սերիայի ամենաընտրամաբանական եւ զայրացուցիչ տեսարանին։ Էլիզը հանդիպում է Էդոյին սրճարանում։ Էդոն, ով միշտ եղել է նրա կողքին, աջակցել է բոլոր դժվար պահերին, արժանանում է անհիմն եւ կոշտ հարձակման։ Էլիզը մեղադրում է նրան մի բանի համար, որն իրականում մարդկային նորմալ արարք էր։ Նա զայրացած ասում է, թե ինչու Էդոն նախորդ օրը զանգեց իրեն եւ խնդրեց գնալ մնալ Արևիկի հետ, վտանգից պաշտպանելու համար։ Սա պարզապես առիթ էր փնփնթոցի արհեստական պատճառ։ Եվ առանց երկար մտածելու, Էլիզը հայտարարում է, որ իրենք բաժանվում են, շրջվում է ու հեռանում։ Էդոն մնում է քարացած, բացարձակ շոկի մեջ։ Սիրելի դիտողներ, ինչ է կատարվում Էլիզի հետ։ Արդյոք նա լիովին հայտնվել է իր հոր եւ Հասմիկի թունավոր ազդեցության տակ եւ սեփական ձեռքերով կործանում է իր միակ իրական երջանկությունը։ Արդյոք Էդոն կպայքարի նրա համար, թե սա վերջն է։ Եվ ամենակարևորը, ինչ եք կարծում, Նորոյի կանխատեսումը ճիշտ է, Լանան իսկապես մահացած է։ Անպայման գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում։ Մի մոռացեք բաժանորդագրվել այս ալիքին եւ հավանել այս տեսանյութը, շարունակությունը բաց չթողնելու համար։